Ալո, Բարև ձեզ, պարոն Համբարյան։ բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալ եմ։ Պարոն Համբարյան, եթե դեմ չեք, կուզենայի ավանդույթի համաձայն մենք վերլուծեինք անցնող շաբաթվա իրադարձությունները, հարմար է ձեզ։ Խնդրեմ։ Պարոն Համբարյան, թե մենք հետևում ենք այսպես պաշտոնական լրահոսին, պաշտոնական լրահոսի համաձայն Հայաստանի Հանրապետությունում կանխվեց ահաբեկչություն։ Դրան արդեն հաջորդեցին իրադարձությունները Վեհարանում, մենք տեսանք ինչպես ԱԱԾ-ն ներխուժեց Վեհարան եւ փորձում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանին փաստորեն կալանավորել։ Սա ինչ էր, շոու էր այս ամենը, թե իրականում, եթե հետևում ենք պաշտոնական լրահոսին, կանխվեց ահաբեկչություն Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք, շատ ծիծաղելի է այդ ամեն ինչը ներկայացնել որպես ահաբեկչության կանխում։ Դե մենք մեջբերում ենք պաշտոնական լրահոսը, պարոն Համբարյան, որ երբեք չմոռանաք, որ այդ պաշտոնական լրահոսը 44 օրյա պատերազմի ժամանակ 44 օր անասունի տեղ դրեց հանրությանը եւ մինչեւ վերջին օրը խաբեց, թե հաղթում ենք, հաղթելու ենք, բիզիմդիր ենք անում Ջանջայի օդանավակայանը, Մարդունին ու Գետաշենը հետ ենք բերել Շահումյանի հետ միասին, հիշում եք։ Այո, Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները։ Շուշանի նման ճիվաղների միջոցով չէր խաբում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ամեն նախարարությունում մի հատ Արծրուն, մի հատ Շուշան են նստեցրել ու ձեռքերը տալիս են տեքստերը, ասում են տարածեք։ Առավել եւս ինձ գիտեք, մինչեւ ձեր հարցին պատասխանել, ասենք զարմացնում է սրանց ցինիզմը եւ լկտիությունը։ Ասենք հոկտեմբերի 27-ի հետ են համեմատում։ Ասենք դուք ուր, հոկտեմբերի 27-ը ուր, նախ հոկտեմբերի 27-ը իրականացված ահաբեկչություն էր, որտեղ կար 10 զոհ։ Այստեղ ամենածիծաղելին գիտեք որն է սրանց։ Նախ ես մարդկային առումով եմ նշում, որ նույնիսկ այն հոկտեմբերի 27-ի ամենաչճանաչված կերպարը զոհված ավանգարդ թերթի գլխավոր խմբագիրն էր, որքան ես հիշում եմ, այդ մարդը ավելի մեծ պատիվ ու արժանապատվություն ուներ որպես հայ, քան ասեք սրանց պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, թուրքի կոշիկ լիզողը։ Հասկանում եք, չէ՞, թե եսել այնտեղ Կարեն Սերոպի Թեմիրջան, Վազգեն Սարգսյան, Արմենակ Արմենագյան, Լեոնարդ Պետրոսյան, ես նույնիսկ դրանց չեմ էլ անդրադառնում, որովհետև ինչպես ասում են Գյումրիում, այդ պատմությունը ավելի շատ Մասիսարի եւ Գյումրիում գտնվող Էշմանուկի դարի մասին է։ Պարոն Համբարյան, բայց մենք խոսենք նաեւ փաստերով եւ առաջնորդվենք փաստերով։ Տեսեք, ներկայացվեց իհարկե։ Լավ, շարունակեք։ Պատասխանը ըստ Հայաստանի Հանրապետության գործող ստախոս իշխանությունների կանխվել է ահաբեկչություն այս տարի, հասկանում եք, չէ՞, այս տարի է կանխվել, որը պետք է տեղի ունենար անցյալ տարի, որովհետև եթե այդ թղթի կտորը 4 ֆորմատի վրա գրված թղթի կտորը երկրորդ օրն էլ ինչ որ թե մի հատ այլ թղթի կտոր մեյդան գցեցին, վրան անուններ էր գրված ապագա նախարարների եւ այլն, հասկացաք, չէ՞, ասենք եթե այդ թղթի կտորին հավատանք, իդեպ նշեմ, որ ես որպես պատմաբան առաջին անգամ եմ տեսնում համաշխարհային պատմության մեջ, որ պետական հեղաշրջումը թղթին է հանձնվում։ Այդպիսի բան չի եղել։ Իսկ Բաղդադ Սրբազանի ձայնագրությունը, երբ որ այնտեղ լսվում էր, որ մի երկու հոգու գյուլենք, հարցը կպրծնի, կգնա, այնտեղ խոսքը գնում էր կոնկրետ գործողությունների մասին, բովանդակությունը կարծում եմ բոլորին է հասանելի այլևս։ Բերեք ես ընթացքում պատասխանեմ ձեր հարցերի, որովհետև ես առաջին հարցին ընդամենը 5%-ին եմ պատասխանել։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ հասկանամ, թե 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը պլանավորված պետական հեղաշրջման մասին մենք հիմա ինչ ենք իմանում։ Եթե ԱԱԾ-ն բացահայտել էր այդ ամենը, շատ ճիշտ կլիներ, որ այդ նույն ԱԱԾ-ն դեռ անցյալ տարվա հունիսին դա մեզ ներկայացրել, որովհետև եթե բացահայտվում է ինչ-որ բան, բացահայտվում է գործողություններից առաջ, այսինքն կանխվում է։
դա տարական տրամաբանությունն է մեզ հուշում։ Եթե այդ ամեն ինչը տեղի չի ունենում, ուրեմն դա արդեն ձախողված է կամ շինծու է։ Հիմա հարց 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ի պլանավորված հեղաշրջումը պետական ինչի է հիմա բացայտում 11 ամիս անց գրեթե 1 տարի լավ ում են հիմարի տեղ դրել դուք պատմության մեջ դուք քաղաքագիտության մեջ դուք լրատվության բնագավառում երկար տարիներ աշխատող մարդիկ դուք այսպիսի աբսուրդ բան իմացել եք օրինակ X երկրի ղեկավարը ինի ասի որ ասենք մենք բացահայտել ենք պետական հեղաշրջման փորձ որը պետք է տեղի ունենար անցյալ տարի չկան նման բան դե զավեշտալի իրականության հետ գործում ենք մեր հասարակությունն է հասկանում եք Նիկոլը այնքան ուրեմն վստահ է իր ընդրազանգվածի տգիտության վրա, որ նույնիսկ չի էլ զլանում ինչ որ գործ կարելուց, ինչ որ կեղծիկ անելուց, պրոֆեսիոնալ է դա ամեն ինչը անի։ Մարդը դիլետանտ մագարտակով հիմա ասել է հատե այդ զանգվածը որը ինձ ընդրում ինչ ասեմ կհավատան ընդամենը 10 րոպե առաջ ես իմ Facebook-յան էջում մի հատ կնոջ պատասխան եմ դրել Օրագիր Նյուսի լրագրողը մի կնոջ Երևանի փողոցում հարցնում է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դուք նորմալ համարում եք ինքը չի ճանաչում Սամվել Կարապետյանը հենց նշում են որ Ռուսաստանը բնակ բարերար Նիկոլ Փաշինյանն է դա արել վարկենապես ասում են Եթե Նիկոլ Փաշինյանն է դա արել, ուրեմն ճիշտ է։ Հասկանում եք, չէ՞, զոմբիացված սա Նիկոլի ամենավտանգավոր տգետ նայում է տեսքին նորմալ տեսք ունի, բայց ինքը տգետ է։ Հասկանում եք, Նիկոլի ընդրազանգվածն է։ Այդ Նիկոլին դա ձայն են տալիս այդ կեղտերը։ Այդ կինը բաց այդ կեղտ է։ Այդ կինը Հայաստանի Հանրապետության թշնամին է։ Օրինակ, ես շատ արտար կհամարեմ, եթե Նիկոլ Փաշինյանի շարասյունը այդ կնոջը վրա երթի ենթարկի սպանի, ու դա շատ լավ կլինի։ Պարոն Համբանյան, հիմա հաջորդից ձեր ետևից կգանք, ասեն, որ կոչեր եք հնչեցնում եւ կգան ձեր ետևից։ Ես կոչեր չեմ հնչեցնում։ Չնայած մենք էլ կգանք ձեր ետևից անպայման։ Ինչի վերաբերալ, ասում եմ Նիկոլ Փաշինյան թող մի իր երկրպագուին վրա երթի ենթարկի։ Չէ, եթե ենթարկեց, ես ուրախ կլինեմ։ Այդ անձը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Այդ անձի համար, եթե Նիկոլ օրինակ թքի իր երեսին, փաստորեն բաժվում է որ դա ճիշտ է, նորմալ է։ Հասկանալի է։ Հիմա ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի ձայնագրությանը, այո։ Նախ ես ուզում եմ իմանամ արդյոք Բագրատ Սրբազանը հաստատում է որ դա իր ձայնն է։ Դե նաև պաշտոնական մակարդակով էլի հայտարարվեց որ դա եղել է Բագրատ Գալստանյանի ձայնը։ Վերջում է հետաքրքրում հարգելի Գայան է։ Դուք ինձ պաշտոնական մակարդակը մի կբերեք։ Ես ձեզ նոր օրինակ բերեցի։ Դե ունենք, այն ինչ ունենք, պարոն Համբարյան, ստիպված ենք, այո։ Իշխանությունը խաբում էր հասարակությանը, որ մենք հաղթում ենք։ 2022 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որ Ադրբեջանը հարձակվելու էր Ջերմուկի վրա, եւ երբ որ ամբողջ ադրբեջանական մամուլը վխտում էր լուրերով, որ հարձակվել է Ջերմուկի վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեղադրում էր այդ թումնայից ինձ, որ ես բան եմ, պարաժ եմ տարածում կոպիտ ասած։ Մարդկանց վախեցնում եմ։ Այն դեպքում, երբ որ ադրբեջանցիները արդեն Ջերմուկի վրա էին կանգնած։ Եվ մոտավորապես մի 200 զինվորեր սպանել էին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այդ ժամանակ մարդկանց հանգստացնում էր, ասում էր օքեյ է, ոչ մի բան չկա։ Հիմա պարոն Համբարյան, կներեք ընդհատեմ 1 րոպեով ձեզ եւ շարունակեք, եթե կարելի է 1 րոպեով։
Բագրատ Սրբազանին տեսեք, մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։ Եթե համոզվեք, որ այդ ձայնագրությունը իրական է, արհեստական բանականության շնորհիվ չեն այդ ձայնագրությունը, այսպես ասեմ, հունցել, թխել եւ այլն, եւ հաստատապես համոզվեք, որ դա Բագրատ Գալստանյանի ձայնն է եւ նա կոնկրետ արել է հայտարարություններ։ Այս դեպքում դուք մեղադրանքը կհամարեք հիմնավոր, պարոն Համբարյան։ Ես 90% համոզված եմ, որ այդպիսի բան չկա։ Նախ ձայնագրությունը շատ դիլետանտական էր ներկայացված, որովհետև ձայնագրության մեջ տեղեր կար, որ մարդու ձայնը ընդհատվում է, դա նշանակում է, որ եղել է մոնտաժ, այն էլ անկրագետ։ Ձայնը ընդհատվում է, բառերը կիսատ են մնում, այսինքն մոնտաժ են արել, որի մասին նաև հայտարարել են Բագրատ Գալստանյանի փաստաբանները։ Դուք շատ ճիշտ ասեցիք, արհեստական բանականություն։ Այդ ինչպես ստացվեց, որ Նիկոլի ձայնով տարածված ձայնագրությունը նույն րոպեին Հայաստանի իշխանությունները ասեցին, որ դա կեղծիք է եւ արհեստական բանականության հիման վրա է այդ ամենը արվել, իսկ հանգարց Բագրատ Գալստանյանի պարագայում նույն իշխանությունները, որոնք կարող են նույն արհեստական բանականության ամենաթանկ կայքերից օգտվել, այնտեղ գիտեք, չէ, տարբեր են այդ ChatGPT-ին վճարովի կայքեր կան, ChatGPT $200 ամիսը, $400 ճոխություններ կան այնտեղ բավականին, որ կարող են օգտվել։ Մաքուր գործանել, այնպես որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալը չհասկանա, որ դա կեղծիք է։ Հիմա իշխանությունները լինելով ամենամեծ կեղծարարը չեն կարող այդ նույն արհեստական բանականության վճարովի կայքերով, վճարովի էջերով, այսպես ասած, հասնեն իրանց ուզածին։ Երբ որ այդ ամեն ինչը պարզվեց, շատ լավ կլինի։ Երկրորդը, ես անցնեմ ձեր հարցին, արդյոք Բագրատ Սրբազանը, եթե դա ճիշտ լինի, որ ինքն է այդ ձայնագրության մեջ ինքն է անձամբ, կրկին ոչ, ինչի։ Ինչու։ Որովհետև բացում էր մարդուր ենք պատերի տակ եւ այլն։ Չէ, նայեք, հիմա մարդը ասել է կարծիք, բայց իրականացվել է դա ամեն ինչը։ Մատգյուլելու կարծիք, պարոն Համբարյան։ Այնտեղ մեքենաներ պայթեցնել, պայթուցիկներ օգտագործել, օրինակ անմեղ, որ անմեղ մարդու կյանքի հաշվին։ 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բաներ եղել են, հարց եմ տալիս։ Ես ձեզ հարց եմ տալիս, որովհետև այս իշխանությունները փորձում են ասել, որ իրենք կանխել են։ Գիտեք, պարզ տրամաբանություն կանխվում է այն, ինչ պետք է արվի։ Հիմա ԱԱՑ-ն բացահայտում է ինքը երբ է դա կանխել։ Այսինքն 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30, գիտեք, ես պատահական չեմ ես Ես ձեզանից եմ ուզում ճշտել որպես քաղաքագետի, պարոն Համբարյան, ինչպես է ստացվում, որ տեսեք, շեշտում են կոնկրետ ժամանակահատված, բայց ահա գործողություններ, այսպես ասեմ, իշխանության ձեռագրին համաձայն ասֆալտին փրելու գործողություններ տեղի են ունենում հիմա, հենց որպես լավագույն քաղաքագետի ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ինչու։ Հենց դա եմ ես ասում, որ եթե Բագրատ Սրբազանը եւ իր համախոհները կազմակերպել էին պետական հեղաշրջման փորձ, ապա այդ պետական հեղաշրջման փորձը պարզ տրամաբանությունն է հուշում, որ պետք է բացահայտվեր ամենավերջնաժամկետը հուլիսի 23-ին։ Անցյալ տարվա 22-ին, անցյալ տարվա 2024 թվականի հուլիսի 22-ին ԱԱՑ-ն եւ Նիկոլը պետք է տեսանյութերով եւ այլն ներկայացնեին, որ խնդրեմ հարգելի հայ ժողովուրդ, Բագրատ Գալստանյանը ահաբեկիչ է, այսպիսի բաներ էր կազմակերպել, այսպիսի ծրագրեր ուներ եւ պետք է վաղը այդ ամեն ինչը սկսվեր։ Մենք կանխել ենք։ Հասկանում եք, բառ կա, կանխել, այսինքն կանխելը այն է նշանակում, որ ինչ որ գործողություն դու նախորդ կանխում ես։ Միանշանակ։ Այս դրանք բառ են օգտագործում, ասում են մենք կանխել ենք ահաբեկչություն։ Երբ 2024 թվականի հուլիսի 23-ին նախատեսված ահաբեկչությունը դուք կանխում եք 2024 թվականի 25 թվականի կներեք հունիսի 25-ին 26-ին, հա?
Հետաքրքիր է էլի 1 տարի անց դա ոնց կարելի է անվանել կանխել։ Այ որտեղ փնտրել, շանգլուխը որտեղ փնտրել, ինչու։ Եթե նույնիսկ Բագրատ Գալստանյանը ասել է դա, այո, դա ընդամենը կարելի ասել, որ ինչ-որ երազանքներ են եղել, որովհետև շատ բան է ասել, կոնկրետ գործողություն եղել է։ Իսկ նորմալ է, որ հոգևորականը օրինակ նման հայտարարություն է անում, Աստծո զավակը օրինակ մարդ գյուլել, այդպես պայթուցիկներ օգտագործել, թեկուզ այդ երազանքները նորմալ են, պարոն Համբարյան, հոգևորականի համար։ Գիտեք, Բագրատ Գալստանյանի նման մարդը, ով հայրենասեր է եւ տեսել է այս ընթացքում ավելի մոտիկից մեր երկրի եւ ժողովրդի ողբերգությունը, այո, ես չեմ ասում նորմալ է, բայց ես ինքս էլ դա աննորմալ չեմ համարում։ Անզորության ճիչ եք համարում դա, հա, այսպես ասեմ, անզորության ճիչ։ Մարդ արդեն խելագարում է, չգիտի արդեն ինչ անել, հասկանում եք։ Մարդ տեսնում է, որ իր սեփական հայրենիքը ինչ որ մի խումբ անձինք դրել ոչնչացնում են։ Իսկ գյուլելուց բացի չկան ուրիշ ճանապարհներ, որ օրինակ Աստծո զավակը կարողանա դարձի բերի հավատավոր ժողովրդին, պարոն Համբարյան։ Ինձ թվում, ես դες նոր օրինակ բերեցի, չէ՞։ Նոր օրինակ բերեցի, նոր քիչ առաջ մի հատ կնոջ օրինակը բերեցի, ասում են լավ է անում, ինչ անում է Նիկոլը։ Գիտեք, այն կեղծ թեզը թե ժողովուրդը շատ իմաստուն է, դա կեղծ է, ես որպես պատմաբան կարող եմ ասել, որ ժողովուրդներ կան, որ իրենց պետք է փրկել իրենցից։ Ժողովուրդներ կան, որոնք պատմական X էտապում բազմաթիվ հանցագործություններ են գործում սեփական պետության եւ հենց իրենց դեմ։ Դա ասում են ամեն ժողովուրդ արժանի է իշխանությանը։ 1922 թվականին Իտալիայում ժողովուրդը Բենիտո Մուսոլինիի նման ֆաշիստին ընտրեց երկրի վարչապետ։ 1933 թվականին Գերմանիայում ֆաշիստ Ադոլֆ Հիտլերը դարձավ երկրի վարչապետ։ Աշխարհի ամենամեծ հանրահավաքը, որին մասնակցել է 4.5-ից մինչև 5 միլիոն մարդ, մինչև հիմա Գինեսի գրքում այդ թիվը չի գերազանցվել։ 37 թվականին է տեղի ունեցել Բերլինում, եւ 4.5-ից 5 միլիոն գերմանացի գնացել էր մի քանի ժամ լսելու եւ զմայելվելու Ադոլֆ Հիտլերի ելույթով։ Հետո այդ նույն մարդիկ կտրուկ հրաժարվում էին, որ իրանք Հիտլեր են ընտրել, որ իրենց հարազատ երկիրը այդ մարդը տարավ պատերազմի եւ հրահրեց երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ մահացավ 60 միլիոն մարդ։ Իդեպ 76 թվականին կամբոջացիները գնացին Պոլ Պոտի նման գեղացի անասունին, ոչ թե գյուղացի, այլ գեղցի անասունին ընտրեցին երկրի վարչապետ։ Ընդամենը 4 տարվա մեջ ինքը 2 միլիոն կամբոջացու ցեղասպանության ենթարկեց։ Հիմա մենք էլ մեր ժողովուրդն էլ է այդ էտապում, անկրագետ մեծ մասամբ, քաղաքականությունից պատկերացում չունեցող, պետական մտածելակերպից հիմնականում զուրկ։ Դա այսօր բոլորը քաղաքականությամբ են զբաղվում, անկախ իրենց հիմա դրա համար էլ մեր ունեցած կարգավիճակից, զբաղմունքից։ Նիկոլ Փաշինյանը պատահական անընդհատ չի ասում, որ ժողովուրդն է ընտրել։ Ինքը իր բոլոր հանցանքները գցում է ժողովրդի գրբանը, որպեսզի վաղը մյուս օր ասի, թող չընտրեին ինձ։ Ու ճիշտ կանիկ ասի, թող չընտրեին ինձ։ Իսկ նախկին իշխանությունները ում գրպանը գցեցին իրենց մեղքերը առհասարակ, պարոն Համբարյան։ Կոնկրետ որ մեղքերը։ Բազում մեղքեր ունեն գործած։ Օրինակ ես կուզենայի մի հարցի եւս դուք պատասխանեիք, վստահ եմ, որ դուք առավել խորքային պատասխան կտաք եւ հանրությունն էլ հետաքրքիր է միշտ ձեր կարծիքը լսել։ Տեսեք, փաստորեն ստացվեց, որ նախկին իշխանությունների օրոք ունենալով Վլադիմիր Գասպարյանի նման ինչպես տարածված էր կարծիք տեսակետ հզոր ոստիկանապետ, ով կարող է անել ամեն ինչ եւ այսպես ասած մարսել։ Փաստորեն Վովա Գասպարյանը չկարողացավ օրինակ կանխել Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների առաջխաղացումը դեպի ռադիոտան այդ գրոհման կադրերը վստահ եմ, որ հիշում եք։ Դա չկարողացան կանխել, բայց ահա տեսեք Նիկոլ Փաշինյանը, ում կարող ենք այլևս համարել ճակերտներում քաղաքական Ռեմբո, կարողացավ իր ԱԱԾ-ականների, իր ոստիկանության եւ ուժայինների փաստորեն
այսպես ասեմ, մասնակցությամբ կանխել ահա տերորիստական գործողությունները պատրաստվող եւ հնարավոր ահաբեկչությունը։ Ես կուզենայի ձեր դիտարկումը այս մասին էլ շատ հետաքրքիր է։ Ուրեմն երեք մի ծիծաղեցրեք ինձ, ես նոր նշեցի, որ չի կարող 2024 թվականի հուլիսի 23-ին կազմակերպվելիք ահաբեկչությունը կանխվել 2025 թվականի հունիսի 25-ին։ Մենք դա ֆիքսեցինք, պարոն Համբարյան։ Նիկոլը շատ բան է ասում։ Իսկ ինչ վերաբերում է Վովա Գասպարյանի չկարողանալուն, ինձ թվում է Նիկոլ կներեք, Սերժ Սարգսյանը մի անգամ շատ պարզ նշել է, որ այդ ինքը չի թողել, որ Նիկոլ Փաշինյանին կալանավոր են։ Իսկ ինչու չի թողել։ Իսկ ինչու չի թողել։ Ինքը պատասխան տվեց, որ դա կարող էր ավելի, այսպես բորբոքել ժողովրդին եւ այլն եւ այլն։ Ընդամենը երևի մի քանի ամիս առաջ էինք այդ հարցազրույցը տվել եւ լրագրողը նրան շատ պարզ։ Օրինակ Փաշինյանը թքած ունի, որ կարող է բորբոքել ժողովրդին, այն էլ հաշվի առնելով երեկվա տեսարանները, թե ինչ տեղի ունեցավ եկեղեցականներ եւ ոստիկանների բախման ժամանակ, այո։ Մի փոքր շատ մեծ կարծիք ունեք ուրեմն Նիկոլ Փաշինյանի մասին։ Ամենևին, պարոն Համբարյան, ամենևին։ Նիկոլ Փաշինյանը օրենքի Ես ասացի, չէ, ճակերտներում քաղաքական Ռեմբո, ասացի, ամենևին մեծ կարծիք չունեմ, շարունակեք, խնդրեմ։ Ինքը քաղաքական Ռեմբո չէ։ Ինքը փոքրիկ բռնապետիկ է։ Գիտեք չէ, հոգեբանության մեջ կա այդ երևույթը, երբ որ ասենք բազմաթիվ հոգեբանների գրքեր կարդաց եք, երբ որ ասենք X մարդը դրսում տուզիկ է, ասենք հարևանները նրան ծեծում են, վիրավորում են, նսեմացնում են, ստորացնում են։ Հասկանում եք, մի մարդ, որին հարևան երկրի, այն էլ թշնամական երկրի, իդեպ ասում եմ թշնամական, որովհետև այդ երկրի ղեկավարն է մեզ թշնամի համարում։ Ոչ թե մենք, այլ այդ երկրի ղեկավարը։ Երբ որ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին ասում է ուրեմն հարբեցող ծաղրածու, իսկ Ալիևի գրբանային կայքերն էլ նրան անվանում են ուրեմն խորովածային վարչապետ, գրում են, որ ինքը ոչնչություն է, մեր Փաշինյանն է եւ այլն, իսկ ադրբեջանական գրեթե բոլոր հայտնի երկիչներն էլ «Ne oldu Փաշինյան» երգն են կատարում, ու մի հատ պատասխան Նիկոլից չի հնչում Ալիևի վիրավորանքներին, բայց Նիկոլը այստեղ իրան մենթերով շրջապատված փորձում է ասենք սրբազաններ կալանավորել, բանտ նետել, ինքնահաստատվել այդ ամեն ինչով, դա ցույց է տալիս այդ մարդու ուրեմն փոքրիկ ֆաշիստ լինելը, փոքրիկ բռնապետիկ լինելը։ Ինքը ով է, որ Ռեմբո լինի, ինքը Ռեմբո չէ։ Ռեմբոն են մեկն է, ով եւ դրսում է իրան Ռեմբոյի պես պահում, եւ ներսում է իրան Ռեմբոյի պես պահում։ Դրա համար եմ ես ձեզ ասում, որ դուք շատ մեծ կարծիք ունեք։ Դե ասացի, ճակերտներում քաղաքական Ռեմբո, պարոն Համբարյան։ Ուրիշ բան։ Ես արդեն նշեցի։ Իսկ Վովա Գասպարյանի պահով ես նոր ձեզ ասեցի, այդ հարցը պետք է ուղղել Սերժ Սարգսյանին կրկին, չնայած ուղղելու կարիք չկա, այդ մարդը արդեն պատասխանել է։ Ինքը իր վարկածը նշել է, որ եթե ինքը ուրեմն կալանավորել տար հանցագործ Փաշինյանին ռադիոտան վրա հարձակման համար, ապա էլ ավելի կփոփոխեր հանրությանը։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այդ նույն Վլադիմիր Գասպարյանը շատ դեպքերում շատ կարևոր քայլեր ձեռնարկելուց առաջ անպայման կառավարական կապով կամ հատուկ կապով կապնվում էր երկրի ղեկավարի հետ, եւ ինքը ինքնուրույն չէ, որ բոլոր հարցերում պետք է քայլեր կատարեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ նույն կապով իր ենթակայության տակ գտնվող ԱԱԾ-ի պետին, ոստիկանապետին, դատախազին, քննչականի պետին հրահանգում է նրանք էլ ինչու՞ չէ նաև դատավորներին, հրահանգում է իրանք էլ հլու հնազատ իր ասածները կատարում են։ Վառ օրինակը երեք ուրեմն Միքայել Սրբազանի հետ կապված դեպքերը, վարգենապես այսօր մենք ունեցանք նոր ԱԱՑ տնօրեն։ Սա ինչ է նշանակում։ Նիկոլ Փաշինյանը շատ գոհ է 36-ամյա այդ երիտասարդի երեկվա խայդարակ գործելավոճից, ով երկրորդ դեպքն է, երբ որ ասենք հարձակվում են ուրեմն պատրիարքի կամ կաթողիկոսի ուրեմն նստատեղի վրա կամ կեցավայրի վրա։ Դա եղել է Թուրքիայում,
դա եղել է Թուրքիայում հայոց ցեղասպանության ժամանակ, երբ որ թուրքական կառավարությունը իր գրբանային դատավորներով կալանավորում էր Պոլսո պատրիարքարանի հոգևորականներին եւ որոշում էր ընդունում նրանց ուրեմն պատժել տարբեր պատիժներ, իբր թե ակսոր պատճանաբարին այդ մարդկանց գնդակահարում կամ սպանում էին, կամ մեկից հենց գնդակահարություն, ինչպես ասենք թե վարվել են նույն arczepiskopos Միքայել Աջապահյանի նախնիների հետ Թուրքիայում։ Այնպես որ այստեղ ոչ մի խնդիր չկա, այստեղ կապ չունի դա Վովակ Ասպարյանն է, թե այս Արփինեն է, չէ, Արփինը է Արփինը ներքին գործերի նախարարը, իսկ ոստիկանապետը Արամ Բազարյանը։ Գորիկ Հակոբյանն է, թե այս երիտասարդ տղան է։ Կապ չունի, եթե իրանք հրահանգ են ստանում, իրանք անում են։ Հիմա Սերժ Սարգսյանը նախկինում հրահանգ չի տվել այդպիսի բաներ անելու։ Նիկոլը տալիս է, սրանք էլ շատ մեծ հաճույքով անում են, ինչ է եղել։ Դե եթե ետ գնանք պատմության խորքերը 100 տարի առաջ բոլշևիկներն էին հարձակումներ գործում եկեղեցականների վրա, հիմա էլ հա տեսնում ենք թե ինչ տեղի ունեցավ։ Մոռանանք, որ բոլշևիկները 38 թվականին խեղտամա արեցին Խորեն Մուրադբեկյանին, բայց ամեն դեպքում բերեք նաև ճշտենք, որ 1955 թվականին, երբ որ վերականգնվեց կաթողիկոսությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցում, այդ նույն բոլշևիկների հետնորդ կոմունիստները ամեն ինչ արեցին, որպեսզի Վազգեն Վեհապարը դառնա իրոք համայն հայության կաթողիկոս եւ ընդունվի բոլոր հայերի կողմից, որոնք սփռված էին աշխարհի տարբեր երկրներում, լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, ասենք Հունաստանում, Լիբանանում, Սիրիայում կամ Հնդկաստանում, տարբերություն չկա, բայց այն ժամանակ գաղափարական պայքարը այնքան մեծ էր Խորհրդային Միության եւ կապիտալիստական աշխարհի միջև, որ դա հազարապատիկ ավելի դժվար էր անել, բայց փառք ու պատիվ նույն կոմունիստների նրանք կարողացան ամեն ինչ այնպես կազմակերպել, որ Վազգեն Վեհապարի կաթողիկոս ընտրվելը եւ հետագործունեությունը իրոք միավորեց Հայաստանը եւ Սփյուռքը շատ հարցերում։ Պարոն Համբարյան, ձեր կարծիքով ինչու հեռացավ Արմեն Աբազյանը, մենք քանի որ խոսեցինք նաև ԱԱԾ-ի գործողությունների մասին եւ նորանշանակ ԱԱԾ պետին դուք նաև մեջ բերեցիք, ինչու հեռացավ Արմեն Աբազյանը եւ ինչու ձերբակալվեց նաև Սամվել Կարապետյանը, Հայ ազգի բարերար գործարար, այստեղ դուք ինչ-որ կապ տեսնում եք, նամանավանդ եթե հաշվի առնելու լինենք մամուլում տեղ գտած հրապարակումները այդ առթիվ։ Ուրեմն հետագա գործընթացները այնինչ տեղի է ունեցել 3 առաջին օրը եւ տեղի է ունենալու ապագայում, ինձ հուշում են, որ Արմեն Աբազյանի հրաժարական ավելի շատ կապված էր ոչ թե Սամվել Կարապետյանի կալանավորման հետ, որ ինքը այդպես ասենք Սամվել Կարապետյանին շատ հարգելով կամ ծանոթ լինելով իրենք թույլ չէր կարող տալ կալանավորել Սամվել Կարապետյանին, այլ ավելի շատ չնայած այդ վարկածն չեմ հերքում, որ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառը եւս ուրեմն դրտեց Արմեն Աբազյանին հրաժարական տալ, բայց ինձ թվում է ավելի շատ Արմեն Աբազյանը հրաժարական տվեց սրբազանների դեմ այս ուրեմն հարցակումների պատճառով, որովհետև ամեն դեպքում այս ծրագիրը բոլորս էլ շատ հասկանում ենք, որ սա մեկ երկրորդ ծրագիր չէ, սա վաղուց պլանավորված դավադրություն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ հայ ժողովրդի դեմ եւ այս մասին իհարկե ԱԱԾ տնօրենը իսկ հիմա արդեն նախկին եւ ներկա տնօրենները շատ լավ գիտեն եւ մեխանիկորեն Արմեն Աբազյանը ենթադրում են, որ մերժել է Փաշինյանին եւ ասել է, որ ինքը այս խուլիգանությանը եւ հակահայկական այս գործողություններին չի մասնակցելու։ Ավելի շատ ես դա կապում եմ հիմա այս գործընթացները տեսնելով, ավելի շատ կապում եմ եկեղեցու դեմ գործողություններին չմասնակցելու ցանկությամբ հրաժարական Արմեն Աբազյանի, քան ասենք Սամվել Կարապետյանի ուրեմն ձերբակալման հրամանը չկատարելու հետ։
Որպես քաղաքագետ ինչպես եք տեսնում Սամվել Կարապետյանի ճակատագիրը, հետագա քայլերը, գործողությունները ինչ կերպ եք դիտարկում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը այլևս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում եւ նաև սրան զուգահեռ մի հարց էլ կուզենայի հնչեցնել, ըստ ձեզ ովքեր են Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության իրական տերերը, պարոն Համբարյան։ Ուրեմն ճշտենք մեկ ու շատ կարևոր հանգամանք, որ այդ վերջին հարցից սկսենք, ցավով պետք է արձանագրենք, որ ինձ համար այդ տերեր լինելն է ամենամեծ ողբերգությունը։ Երբ որ մենք ունենայինք իրական ընդդիմություն, որի ուրեմն հայացքը չէր սևեռվի ինչ-որ մի տեղ, այլ կլիներ կամ տեղեր, այլ կլիներ սևեռված Երևանի վրա, Այ մենք նոր այդ ժամանակ ավելի մեծ հույսեր կունենայինք ձերբազատվելու 2018 թվականին հակահայկական կենտրոններից Երևանում իշխանության բերված Նիկոլի դեմ այս պայքարի հաջողության մասին կմտածեինք։ Հասկանալի է։ Եվ այստեղից ես արձանագրում եմ, որ եւ մեր ընդդիմության մեծ մասի եւ հատկապես գործող իշխանությունների տերերը դրսում են։ Որտեղ։ Իսկ տարբեր տեղեր, Անկարա, Բաքու, Վաշինգտոն, Բրյուսել, Լոնդոն, Փարիզ, ինչու ոչ։ Սա Նիկոլի տերերի ուրեմն կեցավայրերն են։ Հիմնականում ասենք 3-ն են այստեղ. Լոնդոն, ուրեմն Վաշինգտոն եւ Փարիզ։ Այս 3 կենտրոններն են հիմնականում Նիկոլին պահում։ Այս 3 կենտրոնները ցավով պետք է արձանագրեն, որ մեր ընդդիմությունն էլ անընդհատ իր հայացքը սևեռում է դեպի Մոսկվա։ Իսկ այս գործունեությունը ծավալող քաղաքական ուժերը պետք է լավ հասկանան, որ այդ խոշոր կենտրոնների միջև միշտ էլ կա անդրկուլիսյան բանակցություններ եւ բացի այդ էլ այդ խոշոր կենտրոնները ինչ էլ որ անում են իրենց ազգային եւ պետական շահերից դուրս գալով եւ ասենք շատ դեպքերում կարող են Հայաստանի նման պարտված երկրում տեղ ունեցող քաղաքական գործընթացները ուղղակի արհամարել, որտեղ իրանք հիմա ավելի կարևոր գործերով են զբաղված, իրանք ավելի մեծ ուրեմն խնդիրներ են լուծում միջազգային ասպարեզում ոչ միայն բացահայտ մարտի դաշտում կամ մարտի դաշտերում, օրինակի համար ինչպես ասենք թե ռուս-ուկրաինական հագամարտությունն է, ինչպես վերջերս տեղ ունեցած կարճատև իսրայելա-իրանյան հագամարտություններ, այլ նաև անդրկուլիսյան բանակցությունների միջոցով է շատ հարցեր լուծվում։ Նույն այդ անդրկուլիսյան բանակցությունների արդյունքում լուծվում են նաև մեր հարցերը։ Եվ դա է պատճառը, որ ասենք շատ դեպքերում նույն մեր հասարակությունը, որը ցավով պետք է արձանագրեն, որ տառապում է կրկին ստրգամտությամբ, ասենք ինչ որ մեկին բռնում են, ասում են, բա Մոսկվան ինչ ասեց, բա Լոսաբանը, Լոնդոնը ինչ ասեց, Բրյուսելից ինչ ասեցին։ Լավ, մենք չենք կարող հասկանանք, որ այդ ասողները իօկուտ մեզ չեն ասում։ Մենք գիտենք Արցախյան առաջին պատերազմում ինչի հաղթեցինք, որովհետև արհամարեցինք եւ Փարիզի, եւ Մոսկվայի, եւ Վաշինգտոնի, եւ Լոնդոնի կարծիքները շատ հարցերում։ Եվ առաջնորդվեցինք մեր պետական եւ ազգային շահերով։ Այդ դրա համար էլ հաղթեցինք։ Հիմա ի՞նչն էր մեզ խանգարում արհամարելու այդ շահերը եւ հաղթելու։ Իշխանությունների լճանալը նախկինների մասին է խոսքը եւ այս ընթացքում հակահայկական ուրեմն էլեմենտների ուրեմն ամրանալը նույն Հայաստանում եւ նրանց իշխանության գալը։ Ես անցյալ անգամ էլ ձեր հարցազրույցում նշեցի, որ ես ոչ թե Սերժ մեղադրում եմ Նիկոլին իշխանության բերելու մեջ, բացարձակ ես ապացույց չունեմ, բայց ես ապացույց ունեմ մեկ ու շատ ավելի վատ բանի, որ Սերժ այնքան վատ կառավարեց այս երկիրը, որ հնարավոր եղավ, որ Նիկոլին նման ճիվաղը գա ու նստի իշխանության։ Հասկանալի է։ Լավ, ինչքան կարելի էր վատ ղեկավարել այս երկիրը, որ հանրությունը ախտա, որ Նիկոլը կա նստի երկրի վարչապետ։ Այս Սերժ իրեն պետք է սրա համար մեղադրի։
Իսկ որտեղ է Ռոբերտ Քոչարյանը, պարոն Համբարյան, եւ ձեր կարծիքով այ որ միջազգային, այսպես ասեմ, լոժաներում կամ օթյակներում, այսպես ասեմ, հա, գուցե պայմանավորվածություններ կամ տերեր ունի թե չունի Ռոբերտ Քոչարյանը եւ որտեղ է նա ազդես։ Ուրեմն բերեք ճշտենք մեկ ու շատ կարևոր հանգամանք, որ նախ Ռոբերտ Քոչարյանի դեմոնիզացիան կոնկրետ տեղի ունեցել Սերժ Սարգսյանի կառավարության տարիներին։ Այդ մեկ։ Ռոբերտ Քոչարյանի դեմոնիզացիան տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց անմիջապես հետո, այսպես կոչված ընդդիմադիր մամուլի կողմից, երբ որ սկսեցին ամենասուտ, կեղծ եւ հիմար ուրեմն լուրերը տարածել այդ մարդու հասցեին։ Այն որ իբր թե ասենք միլիարդներ է դիզել եւ այլն, հետո դատարանով պարզվեց, որ դա այդպես չէ։ Լավ, գիտեք ինչն է նաեւ խնդիրը։ Մեր հասարակության, ասենք, օրինակ նկար են դնում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից, այդ 90-ական թվականներին մեկ էլ ասում են, այս տեսքով ելավ եկավ Երևան։ Նախ այդ ժամանակ ես էլ էի այդպիսի շորեր հագնում, ինչպես հագնում էին, ասենք, Ռոբերտ Քոչարյանի զավակները։ Մենք գրեթե նույն տարեկից ենք, էլի, հատկապես մեծ տղան։ Ասենք հիմա իմ նկարները դպրոցական ժամանակաշրջանի, հա, մեկը հանի ասի տեսեք Համբարյան Գագիկը ինչ տեսք է ունեցել, ասենք 1993 Դուք հիմա միլիարդատեր չեք, պարոն Համբարյան, ամբողջ խնդիրը նրանումն է, որ Ռոբերտ Քոչարյանի ճշտենք, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթանակած պատերազմի ղեկավար է։ Իսկ ով է ասել, որ ասենք Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, մյուս գեներալները, որոնք արտարացի միլիարդատեր են դարձել, բայց անարտարացի այդ միլիարդները չեն կիսվել մյուս զինվորների հետ, մյուս զինվորականների հետ, այդ էլ նշեմ։ Մենք որևէ մեկին իհարկե չենք սրբադասում։ Պետք է բոմժ լիներ։ Ով է ասել, որ Բայց միլիարդատերը չպետք է լինեին նաև, պարոն Համբարյան, տեսեք, մենք միշտ ունեցել ենք աղքատ բանակ, հարուստ գեներալներ, միլիարդատեր նախագահներ։ Հաղթանակած երկրի բոլոր ղեկավարները դառնում են շատ հարուստ։ Կարող են թալանել։ Դա պատմությունն է ցույց տալիս։ Այսինքն հաղթելուց հետո թալանենք, որ հետո էլի նորից պարտվենք։ Իսկում են թալանում։ Իսկում հաշվին են հարստացել։ Թշնամուն են թալանում եւ դա շատ նորմալ է։ Իսկ մենք պարտվել ենք։ Շարքային քաղաքացին չի թալանվել, պարոն Համբարյան։ Բերեք ճշտենք մեկ բան, լավ։ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին, որ իշխանության եկավ, այդ բյուջեն ինչքան էր։ 750-ից մինչև 800 միլիոն դոլար էր։ Այո։ 10 տարվա մեջ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետական բյուջեն Սերժ Սարգսյանին հանձնել է 3 միլիարդ 300 միլիոն դոլարով։ Ես օրինակ այնքան ուրախ կլինեի, որ մենք Ռոբերտ Քոչարյանից հետո ունենանք այդպիսի թալանչի ղեկավար։ Հասկանալի է, չէ՞։ Իսկ մենք չունենք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը 7 տարի է երկիր է ղեկավարում։ Ինչու է Հայաստանի պետական բյուջեն 3 միլիարդ ու վերջով, հա? Արտաքին պարտքեր։ Արտաքին պարտքեր 13 միլիարդ դոլար։ Հրաշալի։ Չէ, ես ձեզ հարց եմ տալիս, ես օրինակ կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանի նման թալանչի մեկը կար, էլի թալաներ, ու մեր պետական բյուջեն, ասենք, 3 միլիարդ դոլարից հաներ, ասենք, դե կարծիք կա, որ գրագետ ճանապարհով է թալանել Ռոբերտ Քոչարյանը։ Առավել գրագետ է գործել։ Գիտեք, մենք բերեք պասանկի մագարտակի ճիշտ է։ Չէ, ես նկատի ունեմ շատ տարբեր փորձագետներ, տարբեր որոշում ունենանք։ Այո։ Ռոբերտ Քոչարյանը թալանչի է, այդ ժամանակ է բերեք խոսենք թալանի մասին։ Դե նույն դրամաբանությամբ, պարոն Համբարյան, կներեք, ամենայն հարգանքով ձեր անձի նկատմամբ, նույն դրամաբանությամբ Սերժ Ազատիչն էլ չի թալանել փաստորեն։ Եթե մենք հաշվի առնենք դատական գործընթացներին հետևելով, հա, թե իրականում ինչ է տեղի ունենում, ստացվում է, որ այդ լեգենդներն էլ ուղղակի մնացին օդում կախված, այդ Սաշիկ Սարգսյանի 50-50-ը, այդպես փայ էր տանել եւ այլն։ Տեսակ սուտ էր։ 7 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը մի հատ 50-50-ի օրինակով դատարան չմտավ, չաբացուցեց, որ այդպիսի բան եղել է։
Գայանե ջան, հիմա ում մասին ինչ ասես խոսում են։ Պարոն Համբարյան, ուղղակի ինձ հետաքրքիր է, եթե բոլորը սուրբ են, հա, ով գողացավ եկեղեցու խաչը ճակերտներում։ Երեք ճշտենք մեկ բան։ Սերժ Սարգսյանի տարբերությունը Ռոբերտ Քոչարյանից նրանում է, որ այո, նշենք տարբերությունը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից ժառանգեց Հայաստան, որն ուներ $800 միլիոն բյուջե, ու Սերժ Սարգսյանին այդ նվիրեց Հայաստան, նվիրեց բարի բուն իմաստով։ Այո։ Մարտի 1-ի դեպքերով ուղղակի նվիրեց Հայաստան, որի բյուջեն $3 միլիարդ 300 միլիոն էր։ Սերժ Սարգսյանը $3 միլիարդ 300 միլիոն դոլարանոց բյուջեն ժառանգեց Ռոբերտ Քոչարյանից եւ որքան գիտեմ այդքանով էլ տվեց Նիկոլ Փաշինյանին։ Այս Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը դրանում է, որ Սերժ Սարգսյանը բացարձակ զարգացման չտարավ երկիրը։ Իրան ինքը ինչքան ուզում է ասի, որ լավ է եղել, լավ չի եղել Հայաստանում։ Բայց նրա շրջապատի մարդիկ հարստացան, մենք դա էլ ֆիքսենք, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ այսպես բավական կարողացան, հա, հարստանալ, ոտքերի վրա ամուր կանգնել եւ բոլոր ղեկավարների շրջապատներն էլ շատ լավ հարստանում են, շատ լավ ոտք են կանգնում։ Նիկոլի շրջապատին չես տեսնում։ Իհարկե տեսնում ենք, մենք որը ուսուցիչ է աշխատում պատմության։ Այդ մասին խոսել եմ ամեն անգամ, պարոն Համբարյան։ Արշակունյաց Պողոտայի վրա կառուցվող ամենաշքեղ համալիրներից մեկում տուն ունենար։ Այդ մասին բազում անգամներ ինքս ահազանգել եմ, գիտեք։ Ով է որ Երևանում պետք է տուն ունենար։ Ահպի Դավոյանը մոր հետ առևտուր են արել, որքան գիտեմ, Ստամբուլում քուրն է մերկապարուհի է եղել Ստեփանավանի գիշերային ալբոմներից մեկը։ Դե մերկապարուհիները այսօր ռեկորդներ են գրանցում տարբեր ոլորտներում, բայց այո, տուն չեն կարող իրանք առնել ամեն դեպքում։ Բանը նույն Արադ Միրզոյանը, Խրաչ ջանը, այդ աներցակը, ասենք, 5000 դրամով ըստ իմ ունեցած լուրերի 3000 դրամով ֆիլմերում էպիզոդիկ դերեր է տարել, ասենք Full House-ում այն ծեծվելու համար 5000 են ինչքան գիտեմ տվել Մխիթարյան Ռուբենի պրոդյուսերությամբ նկարահանված այդ ֆիլմը Արմենիա հերոստատեսության ինքն էր գեներալի պրոդյուսերը այդ բանի հերոստան։ Դե ԿՊԻ-ստերի օլիգարխիայի հետ ոչ մեկ։ Ես ասում որ նախկիները ներկաներն են նույն բանն է, բայց գիտեք Գայանե ջան, ես ձեզ ասեմ հետեւյալը, ինձ ոչ թե զարմացնում է այն որ այս մասսան հարստանում է, այո, այլ զարմացնում է գիտեք որը, երբ որ ժողովուրդը այդ ժող ջան կոչվածը որ հիմա կա մեր հանրության մեջ զգալի մաս ժող ջանը, հա Հետ չի տեսնում դա ներկայիս իշխանությունների, հետ չի հարցնում, ասենք, լավ, 7 տարվա մեջ Պաբիգյան Սուրիգը, բանը, Արաբատ գործակալ Միրզոևը, այն Պոլ Լվացող ազգային ժողովի, Ալեն Սիմոնյանը, որտեղից դրանց այդ գումարները, որտեղից դրանց այդ հակուկապը, հələ ինչ ժառանգել են, իրանց հերերն ու մերերն են այդ ժառանգությունը տվե, ինչ են արել, հələ լավ, նախկինները թալանում են, ասում եք թալանում են, բայց սրանց որտեղից։ Դե քալիստ օլիգարխները կարծես թե անմրցելի են, պարոն Համբարյան, դրանում խոսք չկա։ Անմրցելի չեն, քայլիստների թալանը աննկարագրելի է։ Այս ժողջանը չի հասկանում, որ երբ որ Նիկոլը տարեկան $1 միլիարդ պարտք է վերցնում տոկոսով, այդ գումարները իրանց երեխաներն ու թոռներն են տալու մի քանի սերունդներով։ Թող իրանք այդպես ուրախանան, ասենք, ես դուքիկները լավ գիտեք, որ ես նախկիների ամենաթունդ քննադատներից եմ եղել եւ փաստումներից եմ եղել։ Բայց գիտեք, ամեն ինչ ունի չափ։ Ասենք նախկիներինը տեսնել ներկայինը չտեսնելս որն է։ Չէ, այստեղ խնդիրը նրանում է, պարոն Համբարյան, որ դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ նախկինների մեղքով մենք փաստորեն կարողացանք ունենալ Նիկոլ Փաշինյանին եւ նրա այսօրվա իսկ Ռոբերտ Քոչարյանը մեղավորություն ունի այս իրավիճակի համար։ Ճիշտ է, մեկ ու շատ կարեւոր բան։ Խնդրեմ։ Ամեն ղեկավար իր կառավարման տարիների համար է պատասխանատու։ Այդ դրանից հետո այդ մարդը արդեն դառնում է ուրեմն քուշ, եթե չի ակտիվ զբաղվում քաղաքականությամբ։
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին իշխանությունը նվիրելով Սերժ Սարգսյանին շատ երկար ժամանակ քաղաքականության մեջ չէր։ Ինքը ինչպես կարող էր ազդել Սերժ Սարգսյանի կառավարման վրա, որ ինքն էլ ինչ-որ մեղավորություն ունենար, ուրեմն չէ, ես չեմ մատանշում մեղավորության մասին։ Ես քննադատելով Սերժ Սարգսյանին շատ հարցերում նաև նշում եմ մեկ ու շատ կարևոր բան։ Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ որևէ կապ չունեն Արցախի հանձնման հետ, որովհետև երկուսն էլ ստացել են այնինչ ստացել են եւ գրեթե հանձնել են այնինչ հանձնել են։ Միայն ընդամենը 400-ից մինչև 800 հեկտար տարածք է Արցախից կորցվել քարորյա պատերազմի ժամանակ 2016 թվականին եւ վերջ։ Սերժ Սարգսյանն էլ ոչ մի բանակցությունների պահով, արցախյան բանակցությունների մասին է խոսքը, ժառանգություն չի թողել։ Եվ դա նաև մի քանի անգամ փաստել է Նիկոլ Փաշինյանը։ 2019 թվականի ապրիլի 6-ին ազգային ժողովի կուլիսներում հարցազրույց տալով լրագրողներին ասում էր. ես սկսել եմ բանակցություններ իմ սեփական կետից։ Նույն թվականի մայիս ամսին պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին ասում էր. բանակցում եմ այն ինչ ուզում եմ բանակցեմ։ Դրանից հետո ուղղակի անբարոյականություն է ասել, որ ամեն ինչում Սերժ Սարգսյանն էր մեղավոր, Սերժը ծախեց, չկա նման բան ու չի կարող լինել։ Պարոն Համբարյան, օրինակ 3 հանձնել է, նվիրել է Ադրբեջանին Նիկոլը։ Շատ լավ, պարոն Համբարյան, ես Նիկոլ Փաշինյանին սրբացնելու միտում ամենևին չունեմ եւ դուք լավ գիտեք իմ դիրքորոշումը, որը միշտ անփոփոխ է։ Բայց երեկվա դրությամբ, երբ որ փորձում էին բերման ենթարկել այդ թատերական տեսարաններով, այդ մի ամբողջ ոստիկանական, ԱԱԾ-ական արսենալով այդ բանակային մեծ կորպուսով փորձում էին փաստորեն բերման ենթարկել Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Օրինակ, նախկին նախագահները կարող էին ի աջակցություն մեր սրբազանի ներկա գտնվել դեպքի վայրում եւ փորձեին իրենց այսպես զորակցությունը եւ աջակցությունը հայտնել։ Օրինակ, դա կարող էին անել, թե ոչ, իրենց ներկա գտնվեի, որ անասնազանգված է, էլի իրենց ռեխը բաց էր մեկ ադամով Հանուն Սրբազանի նկատի ունեմ, պարոն Համբարյան, հանուն Սրբազանի։ Նախագահները Աճապահյանի հովանավորն են, հա? Այն պարագայում, երբ որ նույն Միքայել arczepiskopos Աճապահյանը եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եւ առավել եւս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բավական Բայց օրինակ 3 հնարավոր էր, որ 3 օրինակ տեղի ունենային նաեւ անդառնալի հետևանքներով չէ կարող էր ուղեկցվել այդ բախումը, փաստորեն հոգեվորականներ, եկեղեցի, պետություն այդ բախումը հնարավոր է, որ այլ հարթություն տեղափոխվեր։ Դրանից այն կողմ էլ ինչ պիտի լինի, որ օրինակ իրենք էլ փորձեն այսպես իրենց դեմքով մասնակիցը լինել այս իրողությունների։ Քանի որ այդ բախումը չի եղել, մենք էլ եթեների հարցին չենք պատասխանում։ Այ եթե բախում լիներ, նոր ես այսօր ձեր հարցին կոնկրետ կպատասխանեի։ Իսկ քանի որ բախում չի եղել, շատ ճիշտ է, որ նախկին նախագահներից, հատկապես երկրորդը եւ երրորդը, որոնց քննադատության միջոցով եւ որոնց բոբո դարձնելով կապիտուլյանտ Նիկոլը պահպանում է իր իշխանությունը արդեն 5 տարի, մոտ 5 տարի, նկատի ունեմ 44-րդ պատերազմից հետո, շատ ճիշտ է, որ չներքաշվեցին սրբազանների հետ կապված իրադարձությունների մեջ։ Ես կրկնում եմ, մենք ցավով պետք է արձանագրենք, որ մենք ունենք հիվանդ պետական մտածելակերպից զուրկ եւ քաղաքականապես տգետ մեծ մասամբ հասարակություն։ Մենք պետք է փաստը հաշվի առնենք։ Դե եթե շատերը քանի որ մենք այս տիպի հասարակություն ունենք, նաև այդ նույն Ռոբերտ Քոչարյան, այդ նույն Սերժ Սարգսյանը հատկապես պետք է գիտենան հասկանալով այդ խնդիրը չեն ներքաշվում, որովհետև իրանք եթե փորձ կատարեն պաշտպանել, այդ նույն զանգվածը կասի նախկին էր։ Աճապահյան Միքայելը նախկին էր, մոռանալով որ այդ նույն Աճապահյան Միքայելը այն եզակի մարդկանցից է Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, ես կարող եմ նոր բան բացահայտեմ հանրության լայն շերտերի համար, որը գնում էր տեսակցելու Նիկոլ Փաշինյանին բանդում, այն պարագայում, երբ որ բոլորի համար Նիկոլին տեսակցելը արգելված էր իր վարքագծի համար։
Աջապահյան Միքայելը այն մարդն էր, որը Աննա Էրատոին ընդունում էր Շիրակի թեմի առաջնորդարանում, աջակցություն էր ցույց տալիս եւ նրա խնդրանքները կատարում էր։ Հետաքրքիր իրավիճակ է։ Այո, ես ես բացահայտեցի շատ հետաքրքիր փաստեր, որի մասին Միքայել Սրբազանը մինչև հիմա ոչ մի անգամ ոչ միտեղ չի ասել։ Շնորհակալ եմ ձեզ նման բացահայտում անելու համար, պարոն Համբարյան, եւ ուզում էի նաեւ անդրադառնանք մամուլի հրապարակումներին, որ այդ հրապարակումներից մեկի համաձայն փաստորեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը հոգեվորականների շրջանում վերջինը չի լինելու եւ ըստ այդ նույն աղբյուրների լրատվականներին, եթե հղում ենք կատարում, Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու ամեն գնով եւ նա կանգ չի առնելու որևէ կերպ այդ ճանապարհին։ Ինչ կասեք դրա հետ կապված։ Ես հավատում եմ, որ Նիկոլի նման սանձարցակ ագահայը, իդեպ նշեմ, որ ինքը իրեն վերջին շրջանում փորձելով ներքաշվել եկեղեցական խնդիրների մեջ փորձում է ներկայացնել որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Ես ձեզ հարցազրույցում էլ հիմա նշեմ իմ կասկածները եւ ապացույցները, որ ինքը որևէ առնչություն չունի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ինչու, պարոն Համբարյան։ Ինչու, հիմա բացատրեմ։ Քանի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների գիտեք, որոնք ուրեմն իրենց Facebook-յան էջերում դնում են, ասենք, կյանքի խոսք աղանդի հովիվներից ինչ որ մեկի, օրինակ Նիկոլի Պարագայում Վահե Պետրոսյանի քարոզները եւ խորհուրդ տալիս իրենց էջի հետևորդներին այդ քարոզները կարդալ կամ լսել։ Քանի սին գիտեք Գայանե ջան։ Չգիտեմ այսպես։ Ահա, ես է չգիտեմ, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդը, եթե եկեղեցական կամ կրոնական քարոզ է տնում, ապա պետք է տնի այդ նույն եկեղեցու հովիվների, ուրեմն հոգևորականների քարոզները, ճիշտ է։ Հիմա ես ձեզ ասում եմ, ես ինքս ունեմ սկրիններ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջից արված եւ բազմից եմ դրանք հրապարակել իմ էջում, որը տարել է նաեւ մամուլը, որոշ մամուլի միջոցներ, որտեղ ես հարց եմ տալիս ու ներկայացրել եմ այդ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը աղանդավոր կյանքի խոսք աղանդի, ուրեմն ներկայացուցիչ Վահե Պետրոսյանի քարոզները դնում է իր Facebook-յան էջին։ Այդ մեկ, երկրորդը։ Այսինքն երկրի առաջին դեմքը իր հերթին քարոզ է անում։ Երկրի առաջին դեմքը լինելով վարչապետ, իր էջին դրել է կյանքի խոսք աղանդի հովիվ, իրեն հովիվ ներկայացնում։ Դե դա եմ ասում, քարոզում է։ Վահե Պետրոսյանի քարոզները իր էջում եւ իր էջի հետևորդներին խորհուրդ է տվել կարդալ ու լսել։ Իդեպ հետաքրքիր փաստ նաեւ նշեմ։ Այս անձի նկատմամբ 44 օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ կոչ անելով բնակչությանը այս անձին տեղեկություններ չտրամադրել։ Բանակի եւ զինվորների վերաբերյալ։ Հետաքրքիր է, չէ՞, այդ ինչպես է ստացվում, որ իմ եւ ձեր պահով ԱԱԾ-ն այդպիսի հայտարարություններով չի հանդես գալիս, բայց ԱԱԾ-ն 44 օրյա պատերազմի ժամանակ խորհուրդ է տալիս Հայաստանի բնակչությանը չտրամադրել որևէ ինֆորմացիա Վահե Պետրոսյան անուն ազգանունով քաղաքացուն, որի քարոզչությունը կրոնական իր էջում տեղադրում էր Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդը, քանի ուրեմն եկեղեցականների գիտեք, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների գիտեք, որոնց երեխաները բացահայտ շփվում են վերը նշված աղանդի ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ տեսանյութերը հրապարակվում են մամուլում։ Ես չգիտեմ օրինակ։ Ես Նիկոլի Պարագայում կարող եմ նշեմ։ Նրա երկու դուստրերը, միջնեկը եւ փոքրը, կան տեսանյութեր, որտեղ ակտիվ ներգրաված են այդ աղանդի ներկայացուցիչների հետ տաշի տուշիների եւ քարոզների մեջ։ Երրորդը, անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը մեջ բերեց Սուրբ գրքից հատված, որը բացարձակ չէր համապատասխանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու թարգմանությանը։
Ես ստուգեցի այդ բանը, առաջինը գիտեք որը բերեց։ Որը Եհովայի վկաներ կազմակերպության պաշտոնական էջում տեղադրված բանը թարգմանությունը։ Այսինքն ըստ ստուգաբանության հակասել է։ Կներեք, հետո ես բարձեցի, որ այդ նույն թարգմանությունը նաև ընդունված է Հայաստանում գործող այլ աղանդավորական ուրեմն կազմակերպությունների, որոնք իրանց եկեղեցի են համարում եկեղեցիների կողմից։ Այդ նույն կյանքի խոսքն էլ նույն ձևաչափով է Սուրբ գրքի այդ մասը թարգմանում։ Հիմա ինչպես հասկանանք, կյանքի խոսքից է թե Եհովայի վկա է Նիկոլ Փաշինյանը։ Ես գիտեմ այդ կոնկրետ մի հատ հարցրեք իրան։ Կհարցնենք անպայման։ Ներկայացնում է որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ հետևորդ։ Ես ձեզ գոնե 3 փաստ եմ ներկայացրել նրա աղանդավորական քարոզներ կատարելու պահով։ Հələ կոնկրետ մեկը վերաբերում է երեխաներին, այդ հեչ երկուսը կոնկրետ փաստերով կան։ Հարցրեք որպես լրագրող, թե լավ, դուք այս աղանդների հետ ինչ կապ ունեք։ Անպայման այդ հարցի հետքերով եւս կգնանք, պարոն Համբարյան, եւ կուղենք այդ հարցը։ Կհասկանաք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է քիթը մտցնում եկեղեցու անգողնու մեջ, որովհետեւ լինելով աղանդավոր, ենթադրում եմ, Նիկոլ Փաշինյանը նաեւ այդ աղանդավոր կառավարման համակարգ, այսինքն երբ որ քաղաքացիական անձը ներգրավվում է հոգեվորականների ներքին գործերին, այդ կեղտոտ եւ մեզ համար ոչ ընդունելի ձևաչափը փորձում են ներմուծել հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Դե իմի բերելով ձեր փաստարկները, այո, ասեք։ Դա բնորոշ է, ուրեմն բողոքական եկեղեցիներին, որի մեջ է մտնում նաև կյանքի խոսքը։ Դե իմի բերելով ձեր փաստարկները պատճառներից մեկը եկեղեցու դեմ շարժման նաև սա է, որ ինքը իրականում աղանդավոր է, ոչ թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Իսկ պատճառները մի քանիսն են, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին միակ ինստիտուտն է, որը պահպանում է ազգայինը ավանդականը մեզ համար, իսկ դա անընդունելի է Նիկոլի համար, ինչպես նաև մեր եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որը ճանաչում է Արցախը, չլուրձարելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու արցախյան թեմը։ Պարոն Համբարյան, իսկ որտեղ գտնենք։ Այնպես որ Նիկոլի կողմից եկեղեցու դեմ ձեռնարկվելիք խուլիգանությունները ինձ համար բացարձակ նորություն չեն դառնա, բացարձակ, դուք չզարմանաք, եթե ինքը փորձի նաև անձամբ մտնել վեհարան եւ այնտեղ խուլիգանություններ անել։ Նույնիսկ։ Իհարկե, իսկ ինչ եք մտածում, այդ մարդը ամեն ինչ է։ Այսինքն եւ գինեկոլոգ է, եւ գյուղատնտես է, եւ ուրեմն ինքնաթիռի բան է, ինքնաթիռավար է, այսպես ասած, օտաչու է կներեք, ինքը եւ ավտոբուսի շոֆեր է, ինքը ամեն ինչ է։ Ինքը վարչապետ է, ինքը կրթության մասնագետ է, հիմա բոլորին կրթում է, դիպլոմ չունի, բոլորին կրթում է։ Շատ ուշագրավ է այն իրականությունը, որում իրոք մենք հայտնվել ենք եւ իսկապես ծանր է, երբ որ մտածում ենք այս ամենի հետևանքների մասին, շատ ծանր իրականության հետ գործ ունենք։ Պարոն Համբարյան, ի վերջո վերջին հանգրվանը, որի շուրջ կարող էր համախմբվել հայ ազգը, դա փաստորեն հայ առաքելական եկեղեցին էր եւ մենք վերլուծեցինք, տեսանք թե ինչ տեղի ունեցավ երեք, շատ մանրամասն ներկայացրեցիք դուք, երևացող եւ չերևացող խնդիրների ու վտանգների մասին։ Հիմա այսքանից հետո այլևս ով է փրկելու Հայաստանի ճակատագիրը եւ ում ձեռքերում է հայի ճակատագիրը այլևս գտնվում, ինչ ենք մենք անելու, այսինքն որն է վերջին հանգրվանը, որպես եզրափակիչ հարց։ Ես ուրեմն ասեմ ձեզ որպես պատմաբան, որ ես այդ հեքիաթներին, որ ժողովուրդն է ինչ որ մեկին իշխանության բերում, ժողովուրդն է անում, չկա նման բան։ Այդ հեղափոխությունները նույնիսկ երբ որ ավարտվում են հաջողությամբ, որովհետև էլիտայի մի մասը ուրեմն ակտիվ մասնակցություն է ունենում այդ հեղափոխությանը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը ոչինչ չի կարող անել։ Բացի այդ, ես ձեզ նոր նշեցի, որ մեր ժողովուրդը պետական մտածելակերպից զուրկ է։ Հասկանում եք, եթե դուք հիմա դնեք կշեռքի նժարներին եւ ասեք շատերին, ասեք նախկինները
թե Հայաստանը պետք է կործանվի, ցավով պետք է արձանագրեն, որ կասեն Հայաստանը թող կործանվի, բայց մենակ նախկինները չկան։ Հասկանալի է, չէ՞։ Հիմա այս խնդիրը մենք ունենք եւ մեր էլիտաները պետք է սա հասկանան։ Դրա համար այդ էլիտաները պետք է ամեն ինչ ժողովրդի վրա չպարտեն, որովհետեւ մեր ժողովուրդը ուղղակի գիտեք մեր ժողովուրդը չի հասկանում մենք ինչ վիճակում ենք գտնվում։ Ես երեք Երևանում էի, ասենք, նստում են սրճարաններում, ուրախ, զվարթ, ասենք իրանք вообще գիտեն, ասենք Թուրքիան ու Ադրբեջանը ինչ են նախապատրաստել երևանցիների, գյումրեցիների, վանաձորցիների, կապանցիների, կորիզցիների, վարդենիսցիների, բոլորիս համար։ Գիտեն ինչ են պատրաստել։ Իրանք ասում են, որ հայերը այստեղ պետք է չաբրեն։ Սկզբից դոլարային էքսպանսիայով կգնենք այդ նույն հայերին, որոնք ստամոքսով են մտածում, հետո ամեն ինչ կանենք, որ գնան, չգնացին կմորթենք ոչինչ։ Մենք դրա ուրեմն պրակտիկան արդեն ունենք հայերի պարագայում։ Հիմա եթե մենք 100 տարի մեկ պետք է մորթվենք ու դրանում մեղադրենք ռուսներին, ֆրանսիացիներին, հույսերս տնենք պարսիկների վրա, իրանցիների, ասենք Չինաստանը մեզ կգա կօգնի, Հնդկաստանը հոբ համակարգ կտա, այդպիսի բան չկա։ Ու չի լինելու։ Մենք պետք է մեկ ու շատ կարևոր փաստ հասկանանք։ Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին պետք չենք։ Իսկ ով է ասել, որ մենք որևէ մեկի համար շատ մեծ արժեք ենք ներկայացնում, քան իրենք իրենց համար։ Իրավացի եք, իսկ ում վրա հույս դնենք, պարոն Համբարյան։ Ում վրա հույս դնենք։ Հետևյալն է, որ էլիտաները պետք է գործեն շատ կոնկրետ։ Եվ վերջ։ Իսկ ինչու չեն գործում։ Իսկ ինչու չեն գործում, կխնդրեմ դրան էլ պատասխանեք։ Այդ հարցը տվեք էլիտաներին։ Պարոն Համբարյան, անչափ շնորհակալ եմ բավականին ուշագրավ զրույցի համար, շնորհակալ եմ ձեզ պատասխանների համար, հաջորդ շաբաթ կհանդիպենք նորից։ Եթե դեմ չեք լինի, շնորհակալ եմ ձեզ։